Աշակերտները, որոնք դակավին ցնծության մեջ էին, գուցե մտածեցին, ինչու հիմա դեռ, այս կան մեծ հրաշքներ էր, հոս է օրհնությունը, ինչու ուզես որ հեռանանք, բայց Սուրբ Գրքի մեջ նշված է, Հիսուս զորով բարդատրեց ծանոք, որ մտնեն նավակ, Մարգոս 6:45, այո, անձանոք ուղարկեց դեպի փոթորիկը, գիտեր, որ հոն պիտի հանդիպեին խռովության, վտանգ, ալիքներ և վախ, բայց ծանոք ուղարկեց, կարծես Տերը գսե, դուք տեսաք հրաշքմը, բայց հիմա ժամանակն է անցնել ուրիշ մագարտակի, բայց այդ բեմին հասնելու համար դուք պիտի անցնիք փոթորիկ, սիրելիներ, կամ բահեր, ուր Աստված զիս և քեզ կմղե դեպի նեղություն, կկարծես թե այդ նեղությունը կբաժնե քեզ օրհնութենետ, բայց իրականությունը այն է, այդ փոթորիկը չէ ճամփատ փակողը, ան է, որ զայն շարժած է, որպեսզի դուն տեղափոխվիս, երբ դուն վստահեցար Աստուծո, դուն պետք է ընդունիս նաև, թե երբեմն փոթորիկներ ալ ունին նպատակ, երբեմն փոթորիկը միայն թուրմը չէ, այլ նոր աշխարհը, ինչ որ քեզ կտվա ավերակ, Աստծո համար նախագիծ մնե։ Աշակերտները նավակի մեջ էին, փոթորիկը բարձրացավ, ալիքները խփեցին և կկարծեին, թե կգործվին, բայց Հիսուս չէր մոռացած ծանոթ, ան եկավ քալելով ջուրի վրա, չրավ այն, ինչ ուրիշ անգամ չըրավ, որ խաղաղ եղեք, այս անգամ չկանգնեցուց փոթորիկը, թողուց, որ փոթորիկը շարունակե իր ընթացքը, բայց ինք եկավ և մտավ նամակը։